Նա կարծում էր, որ իրեն դավաճանել են։ Բայց տեսնելով նրան երկու երեխաների հետ Երանի փողոցներում ապրելիս, հասկացավ, որ սխալվողը ինքն էր։ Եվ որ երկու կյանք տուժում էին իր լռության պատճառով։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք դիտում։ Շարունակենք։ Այդ հինգշաբթի գիշեր Երանի վրա տեղացող մանր անձրը շենքերի լույսերը ներկրված մեքենայի ապակու վրա վերածում էր լղոզված բծերի։ Արմեն Խաչատրյանը նայում էր պատուհանից, իրականում ոչինչ չտեսնելով, կորած մտքերի մեջ, որոնք կրկնվում էին հոգնեցուցիչ աղոթքի պես։ 38 տարեկանում նա այն տղամարդկանցից էր, որոնք սրահ մտնելիս ստիպում էին գլուխները շրջվել ոչ միայն իրենց տպավորիչ արտաքինի համար, որը ժառանգել էր լիբանանահայ պապերից, այլ ուսերին կրած հրամայական տեսքի շնորհիվ։ Իտալական կոստյումը, շվեյցարական ժամացույցը, զրահապատ մեքենան, ամեն ինչ հաջողության մասին էր գոռում։ Բայց ներսում Արմենը մի դատարկություն էր զգում, որը նույնիսկ իր բանկային հաշվի բոլոր զրոները չէին կարող լրացնել։ Գորգը, վարորդը, որն ուղեկցում էր նրան ավելի քան մեկ տասնամյակ, լուռ ու հարգալից վարում էր մեքենան։ Նա լավ գիտեր իր տնօրենի այդ հեռու նայող հայացքը, այն ձև, թե ինչպես էր նա հառաչում, երբ կարծում էր, թե ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Կենցաղը միշտ նույնն էր։ Գրասենյակից դուրս գալ գիշերվա 10-ից հետո, անցնել նույն ճանապարհով, հասնել կենտրոնի բարձրահարկ շենքի իր բնակարանը, հաջորդ օրը կրկնել ամեն ինչ։ Շքեղ կյանք, որն ավելի շատ ոսկե բանտի էր նման։ Ամուսնալուծությունը ստորագրվել էր 3 տարի առաջ, բայց Արմենը դեռ չէր կարողանում լիովին հասկանալ, թե ինչ էր տեղի ունեցել։ Մարինեն եղել էր իր կյանքի սերը, միակ կինը, որը ստիպում էր իրեն զգալ, որ անվերջ ժողովներից, ֆինանսական հաշվետվություններից բացի ուրիշ բան էլ գոյություն ունի։ Նրանք ծանոթացել էին Մաշտոցի պողոտայի մի արվեստի ցուցահանդեսում։ Նա, անթերի, փողկապով, իսկ նա, պարզ զգեստով կրքով փայլող աչքերով, երբ խոսում էր կտավների մասին։ Դա սեր էր առաջին հայացքից, այնպիսին, որի մասին մարդիկ կարծում են, թե միայն ֆիլմերում է լինում։ Նրանք ամուսնացան հակառակ Սահակ Խաչատրյանի, Արմենի հոր կամքին, մի պատրիարքի, որը ոչնչից ներդրումային կայսրություն էր կառուցել։ Սահակը երբեք չընդունեց Մարինեին, ասում էր, որ նա ընտանիքին վայել կեցվածք չուն։ Որ չափազանց համեստ ծագում ունի, որ միայն փողն է ուզելու։ Արմենը դաժանորեն վիճեց հոր հետ, երդվեց, որ իր սերն իրական է, որ Մարինեն այլ է։ 4 տարի նրանք երջանիկ էին, կամ գոնե Արմենն էր այդպես կարծում։ Մինչ որ Մարինեն անհետացավ։ Դա սովորական անհետացում չէր։ Եղան մեղադրանքներ, տարօրինակ փաստաթղթեր, նրա անունով ընկերության գործարքներում միջոցների յուրացման կասկածներ։ Սահակն էր, որ ապացույցները բերեց որդու համար, իր այդ դանդաղ ու խիստ ձայնով ասելով, որ Մարինեն չարաշահել է նրա վստահությունը, որ օգտագործել է այն լիազորագիրը, որը նա միամտաբար տվել էր նրան, անօրինական փոխանցումներ կատարելու համար։ Արմենը սկզբում չէր ուզում հավատալ, բայց թղթերն այնտեղ էին, նրա ստորագրությամբ, ահռելի գումարներով, որոնք փոխանցվել էին կեղծ հաշիվների։ Մարինեն հեռախոսով ամեն ինչ հերքեց, լացեց, աղաչեց, որ հավատա իրեն, բայց ապացույցները չափազանց ուժեղ էին։ Խաչատրյանների ընտանիքի փաստաբանները արագ պատրաստեցին ամուսնալուծության փաստաթղթերը, առատաձեռն փոխհատուցում առաջարկեցին, որպեսզի նա զրպարտության համար ընկերու Թիանը դատի չտա։ Մարինեն հրաժարվեց փողից, ասաց միայն, որ ուզում է անհետանալ, որ այլս չի դիմանում դատվելուն, որ նա մի նույնը երբեք չի հասկանա ճշմարտությունը։ Եվ հետո նա իսկապես անհետացավ, փոխեց հեռախոսահամարը, հասցեն, ջնջեց բոլոր սոցիալական ցանցերը։ Արմենը խորասուզվեց աշխատանքի մեջ, ինչպես խեղդվողը։ Ստանձնեց ավելի շատ պարտականություններ ընկերությունում, ընդլայնեց բիզնեսը, էլ ավելի մեծացրեց ընտանեկան կարողությունը։ Դարձավ ֆինանսական շուկայում հեղինակություն, դասախոսություններ էր կարդում, հայտնվում բիզնես ամսագրերում։ Բայց յուրաքանչյուր մասնագիտական նվաճում դատարկ էր թվում, յուրաքանչյուր ստացած մրցանակ քարի պես ծանրանում էր կրծքին։ Գիշերները, միայնակ իր հսկայական բնակարանում, նա նայում էր այն տարածությանը, որտեղ ժամանակին կյանք կար, զգում էր միայնություն, որը ֆիզիկապես ցավեցնում էր։ Այդ անձրոտ հինգշաբթի օրը Արմենը դուրս էր եկել հերթական հոգնեցուցիչ ժողովից։ Ընկերությունը Կարոր միջազգային գործընկերություն էր կնքում, մի բան, որը պետք է ոգորեր նրան, բայց նա միայն հոգնածություն էր զգում։ Գորգը նրան վերցրեց Ամիրյան փողոցի գրասենյակային շենքի նկուղից շարժվեց Սայաթ Նովայի պողոտայով դեպի կենտրոն։ Խցանումը անձրի պատճառով սովորականից թեթ էր։
Աբովյան փողոցի մոտ էր, երբ Գորգը ստիպված եղավ շրջանցել կանգնած բեռնատարը մտավ մի կողմնակի փողոց, որը Արմենը լավ չէր ճանաչում։ Դա Երանի ավելի հին թաղամասերից էր, ավելի փոքր շենքերով, ժողովրդական արտրով, մարդիկ շրջում էին նույնիսկ մանր անձրի տակ։ Արմենը պատրաստվում էր խնդրել վարորդին վերադառնալ գլխավոր պողոտա, երբ ինչ-որ բան ստիպեց նրան բարձրացնել հայացքը։ Փողոցի մյուս կողմում, փակ խանութի երկու ճաղավանդակների միջ ձգված բրեզենտի տակ, մի կին փորձում էր երկու փոքրիկ երեխաներին պաշտպանել անձրից։ Նրանք նստած էին ստվարաթղթերի վրա, գծկված, գրկախառնված, տաքանալու համար։ Կնոջ թաց մազերը կպել էին դեմքին, հագուստը թրջվել էր, բայց նրա շարժումը, երբ իր մարմնով ծածկում էր աղջիկներին, այնքան նուրբ էր, այնքան սիրով լի, որ Արմենը զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Նա պատրաստվում էր հայացքը շեղել, ինչպես բոլորն են անում, երբ քաղաքում նման եսարանների են հանդիպում, բայց ինչ-որ բան նրան խանգարեց։ Գուցե դա այն ձն էր, որով այդ կինը պահում էր երեխաներին, այդ հոգատարությունը թշվառության մեջ, քնքշությունը, որը գոյատում էր ամեն ինչի հակառակ։ Կամ գուցե դա ինչ-որ ավելի խորն էր, ճանաչման տարօրինակ զգացում, որը նա չէր կարողանում անվանել։ Նա խնդրեց Գորգին կանգնեցնել մեքենան։ Վարորդը զարմացած հնազանդվեց։ Արմենը երբեք փողոցներում ոչ մի բանի համար չէր կանգնում, միշտ շտապում էր, միշտ ուրիշ բանի մասին էր մտածում։ Բայց այնտեղ նա մնաց, լարված նայելով մշուշոտ ապակու միջով, փորձելով հասկանալ, թե ինչու է այդ տեսարանն իրեն այդքան ազդում։ Կինը կարծես թե ցածրաձայն խոսում էր երեխաների հետ, գուցե ինչ-որ պատմություն էր պատմում, փորձելով շեղել նրանց ցրտից ու քաղցից։ Երկու աղջիկները, նույնական երկվորյակներ, հսկայական, մուգ աչքերով, ուշադիր լսում էին, կառչած մորից, կարծես նա միակ ամուր բանն էր ամբողջ աշխարհում։ Նրանք պետք է որ 5 տարեկան լինեին, գուցե ավելի քիչ, չափազանց նիհար, իրենց համար չափազանց մեծ հագուստով։ Հենց այն պահին, երբ կինը բարձր ացրեց դեմքը, թաց մազերը աչքերից հեռացնելու համար, Արմենի աշխարհը դադարեց պտտվել։ Դա Մարինեն էր։ Նրա նախկին կինը։ Այն կինը, որին նա սիրել էր սեփական կյանքից ավելի։ Նույնն նա, որն անհետացել էր առանց բացատրությունների, որին մեղադրել էին ընտանեկան ընկերությունը թալանելու մեջ, որը նրան թողել էր մի անցքով կրծքում, որը երբեք չէր փակվել։ Նա այնտեղ էր, իրենից մի քանի մետր հեռավորության վրա, ապրում էր փողոցում, իր մարմնով երկու երեխաների պաշտպանելով անձրից։ Արմենը զգաց, թե ինչպես են ձեռքերը դողում։ Անցնող մեքենաների, խոսող մարդկանց, ամբողջ քաղաքի աղմուկը կարծես միանգամից անհետացավ։ Գոյություն ուներ միայն այդ անհնարին պատկերը, Մարինեն, իր Մարինեն, այդ իրավիճակում։ Նա առանց մտածելու բացեց մեքենայի դուռը, դուրս եկավ մանր անձրի տակ, որը թրջում էր թանկարժեք կոստյումը։ Գորգը ինչ-որ բան բղավեց, բայց Արմենը չլսեց։ Անցավ փողոցը, կողքերը չնայելով, քիչ մնաց մոտոցիկլետի տակ ընկներ, բայց նրան դա չհետաքրքրեց։ Հայացքը գամված էր նրան, այն դեմքին, որն ամեն գիշեր այցելում էր իր երազներին, այն մարմնին, որն անգիր գիտեր, բայց որն այժմ ավելի փոքր, ավելի փխրուն, ավելի քայքայված էր թվում։ Մարինեն տեսավ նրան։ Այն սարսափը, որը հայտնվեց նրա հայացքում, հարվածի պես էր։ Դա զարմանք չէր, տխրություն չէր, դա մաքուր վախ էր։ Վախ իրենից։ Այն տղամարդուց, որին մի օր սիրել էր, այն տղամարդուց, որի հետ խոստացել էր միասին ծերանալ, այն տղամարդուց, որը պետք է իր ապահով նավահանգիստը լիներ։ Նա բնազդաբար հետ քաշվեց, երկու աղջիկներին ավելի մոտ քաշեց, կարծես պետք է պաշտպաներ նրանց։ Արմենը կանգնեց 3 մետր հեռավորության վրա, բառերը խեղդվում էին կոկորդում։ Ինչ կարող էր ասել։ Ինչպես սկսել խոսակցությունը 3 տարվա լռությունից հետո, այն ամենից հետո, ինչ տեղի էր ունեցել, նրան այդ անհնարին թվացող իրավիճակում գտնելուց հետո։ Մարինե, վերջապես կարողացավ շշնջալ նա, ձայնը դուրս գալով խռպոտ, գրեթե խնդրանքի պես։ Նա գլուխը թափահարեց, կարծես ուզում էր ջնջել այդ ամբողջ տեսարանը, ստիպել նրան անհետանալ մտքի ուժով։ Ոչ, Արմեն։ Հեռացիր։ Խնդրում եմ։ Երկու աղջիկները նայում էին մեկ-մեկու, շփոթված, չհասկանալով, թե ինչ է կատա։ Լվում։ Եվ հենց նրանց նայելով էր, որ Արմենը զգաց, թե ինչպես աշխարհը վերջնականապես փլուզվեց։ Որովհետև այդ երեխաներն իր դեմքն ունեին։ Նույն նշած աչքերը, նույն ընդգծված հոնքերը, նույն կզակի ձը։ Նրանք կարծես իր մանրանկար տարբերակը լինեին, միայն թե իգական սեռի, միայն թե էլ ավելի գեղեցիկ։ Նրանք… Սկսեց նա, բայց չկարողացավ ավարտել նախադասությունը։
Մարինեն արագ ոտքի կանգնեց, երկու աղջիկներին գրկեց մի ուժով, որն անհնարին էր թվում այդքան նիհար մեկի համար։ Ոչ։ Դու իրավունք չունես։ Ոչ մի իրավունք չունես։ Սպասիր, Մարինե, ես ուղղակի ուզում եմ հասկանալ։ Ինչ հասկանալ, նա գրեթե բղավեց, բայց երեխաների պատճառով զսպեց ձայնը։ Դու արդեն ամեն ինչ հասկացել ես 3 տարի առաջ։ Դու հավատացիր այն ամենին, ինչ ասացին իմ մասին։ Դու ինձ դատապարտեցիր, առանց պաշտպանվելու հնարավորություն տալու։ Այնպես որ հիմա մի ձացրու, թե ուզում ես ինչ-որ բան հասկանալ։ Արմենը մի քայլ առաջ արեց, նա 2 քայլ հետ, պաշտպանելով աղջիկներին առյուծի պես։ Երկվորյակներից մեկը սկսեց ցածրաձայն լաց լինել, վախեցած լարվածությունից։ Մարինեն նրան հանգստացրեց ճակատին համբույրներով, նուրբ շշուկներով, բայց աչքերը չէր կտրում Արմենից, հսկելով նրա յուրաքանչյուր շարժումը։ Ես սխալվել եմ, խոստովանեց նա, ձայնը կոտրվելով։ Ես գիտեմ, որ սխալվել եմ։ Բայց թույլ տուր հիմա քեզ օգնել։ Դուք չեք կարող այսպես մնալ։ Մենք գոյա։ Տում ենք առանց քեզ, Արմեն։ Մենք միշտ ենք գոյատել։ Նրանք իմ դուստրերն են։ Այն լռությունը, որը հաստատվեց, կապարի պես ծանր էր։ Մարինեն մի պահ փակեց աչքերը, խորը շունչ քաշեց, երբ նորից բացեց դրանք, այնտեղ մի կոշտություն կար, որը Արմենը երբեք չէր տեսել։ Նրանք քո դուստրերն էին, դանդաղ ասաց նա, յուրաքանչյուր բառը դուրս գալով դժվարությամբ։ Բայց դու ընտրեցիր հավատալ, որ ես հանցագործ եմ։ Ընտրեցիր ինձ հեռացնել։ Ընտրեցիր փողն ու ազգանունը, ինձ վստահելու փոխարեն։ Այնպես որ ոչ, Արմեն։ Նրանք քոնը չեն։ Նրանք իմն են։ Միայն իմը։ Նախքան նա կկարողանար պատասխանել, նախքան կկարողանար մարսել այդ ամենը, Մարինեն շրջվեց, սկսեց վազել թաց փողոցով, տանելով 2 աղջիկներին։ Նա ճանաչում էր այդ թաղամասը, գիտեր այն նրբանցքներն ու կարճ ճանապարհները, որոնցով ներկրված մեքենան չէր կարող հետել։ Արմենը վազեց հետից, բղավեց նրա անունը, սայթաքեց ջրափոսի մեջ, քիչ մնաց ընկներ։ Գորգը հայտնվեց նրա կողքին, բռնեց թից, փորձելով ստիպել նրան վերադառնալ մեքենա։ Տնորեն, դուք ամբողջովին թրջվում եք։ Եկեք վերադառնա։ Ընկ։ Բայց Արմենը չէր կարողանում դադարել նայել այն մութ նրբանցքին, որտեղ Մարինեն անհետացել էր։ Գետնին, այնտեղ, որտեղ նրանք կանգնած էին, կար մի վարդագույն մանկական ծածկոց, թրջված, փախուստի շտապողականության մեջ մոռացված։ Նա կրացավ, վերցրեց թաց կտորը, սեղմեց կրծքին, կարծես դա ապացույց լիներ, որ այս ամենը զառանցանք չէր։ Վերադառնալով մեքենա, Արմենը լուռ էր։ Գորգը վարում էր առանց հարցեր տալու, հարգելով պահը։ Երբ հասան կենտրոնի շենքին, դռնապանը ողջունեց ինչպես միշտ, բայց Արմենը հազիվ պատասխանեց։ Բարձրացավ 20 հարկ մինչ իր բնակարանը, հանեց թաց կոստյումը, նստեց իտալական կաշվե բազմոցին, դեռ պահելով վարդագույն ծածկոցը։ Այնտեղ կար այն ամենը, ինչի մասին մարդը կարող էր երազել, համայնապատկերային տեսարան դեպի քաղաք, դիզայներական կահույք, նորագույն տեխնոլոգիաներ, արվեստի գործեր պատերին։ Բայց դրանցից ոչ մեկում կյանք չկար։ Ոչ մեկում իմաստ չկար։ Արմենը նայեց այժմ բազկաթոռի վրա դրված մանկական ծածկոցին, հասկացավ, որ 3 տարի նա ապրել է հարմարավետ ստի մեջ։ Կարծում էր, որ զոհ է եղել, որ լքվել է, որ չի շտեվարվել, հեռանալով։ Բայց ինչ, եթե ամեն ինչ այլ կերպ լիներ։ Ինչ, եթե Մարինեն լիներ իսկական զոհը։ Ինչ, եթե այդ 2 աղջիկները իր դեմքով լինեին դուստրեր, որոնց նա երբեք չի ճանաչել, քանի որ հավատացել էր պատմության սխալ տարբերակին։ Արմենն ամբողջ գիշեր արթուն մնաց, նստած այդ թանկարժեք բազմոցին, նայելով թրջված ծածկոցին, որը 10 դրամից էլ քիչ արժեր, բայց հանկարծ թվում էր ամենակարևոր բանը, որ նա երբեք ձեռքում պահել էր։ Ամեն անգամ, երբ փակում էր աչքերը, տեսնում էր Մարինեի անձրից կեղտոտված դեմքը, տեսնում էր նրա հայացքի սարսափը, տեսնում էր ցրտից գծկված 2 աղջիկներին։ Եվ 3 տարվա մեջ առաջին անգամ Արմեն Խաչատրյանը, միլիոններ կառավարող հզոր գործարարը, այն մարդը, որին բոլորը հարգում էին, իսկ ոմանք վախենում, լացեց կորած երեխայի պես։ Ուրբաթ առավոտը երանում մոխրագույն էր, այն ծանր երկնքով, որն ավելի շատ անձր էր խոստանում։ Արմենը չէր կարողացել աչք կկոցել։ Ամբողջ գիշեր անցկացրել էր բնակարանում այս ու այն կողմ քայլելով, վարդագույն ծածկոցը դեռ բազկաթոռի վրա էր, որպես ուրվական, որը հրա ժարվում էր անհետանալ։
Ամեն անգամ, երբ նայում էր այդ էժանագին կտորին, զգում էր մեղքի հուսահատության խառնուրդ, որը չգիտեր ինչպես մարսել։ Առավոտյան ժամը 6-ին հանձնվեց հանգստանալու փորձերից։ Երկար լոգանք ընդունեց, հագավ մեկ այլ անթերի կոստյում, բայց այն մարդը, որին հայելին արտացոլում էր, իր ավերված տարբերակն էր թվում։ Խորը ստվերներ աչքերի տակ, չսափրված մորուք, կարմիր աչքեր մեկից, ով պետք եղածից ավելի շատ էր լացել։ Մտածեց զանգահարել գրասենյակ չեղարկել օրվա հանդիպումները, բայց դա կնշանակեր թուլություն ընդունել, իսկ Արմեն Խաչատրյանը թուլություն չէր ընդունում։ Գոնե ոչ հրապարակայնորեն։ Գորգը նրան սպասում էր շենքի ավտոտնակում, ճշտապահ, ինչպես միշտ։ Երբ Արմենը նստեց մեքենան, վարորդը անմիջապես նկատեց տնօրենի վիճակը, բայց ունեցավ այն իմաստությունը, որ հարցեր չտա։ Նա բավական երկար էր ճանաչում Արմենին, որպեսզի իմանար, թե երբ է խոսելու ժամանակը, երբ ուղղակի լուր վարելու։ Գրասենյակում օրը տանջանք էր։ Արմենը ձացնում էր, թե ուշադիր է ժողովներին, ստորագրում էր թղթեր, որոնք հազիվ էր կարդ։ Հաստատում էր նախագծեր, առանց իրականում հասկանալու, թե ինչի մասին են։ Քարտուղարուհին 2 անգամ հարցրեց, թե արդյոք նա իրեն լավ է զգում, նա պատասխանեց ստիպված ժպիտով, որը ոչ ոքի չխաբեց։ Կեսօրին, միջազգային ներդրողների հետ տեսակոնֆերանսի ժամանակ, նա բռնեց իրեն պատուհանից դուրս նայելիս, ներքում գտնվող քաղաքին, մտածելով Մարինեի 2 աղջիկների մասին, որոնք ինչ-որ տեղ էին այդ բետոնե ծովում։ Երբ ժողովն ավարտվեց, նա վերջապես մենակ մնաց սենյակում, Արմենը որոշում կայացրեց։ Նա չէր կարող պարզապես մոռանալ այն, ինչ տեսել էր։ Չէր կարող վերադառնալ իր առօրյային, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել։ Նրան պատասխաններ էին պետք էր հասկանալ, պետք էր նորից գտնել նրանց։ Բայց ինչպես։ Մարինեն հասկացրել էր, որ չի ուզում իր օգնությունը, որ նույնիսկ տեսնել չի ուզում իրեն։ Եթե նա պարզապես նորից հայտնվեր, նա կրկին կփախչեր։ Այդ ժամանակ նա մտածեց Գորգի մասին։ Վարորդը զուսպ էր, կապեր ուներ ամբողջ քաղաքում, ճանաչում էր մարդկանց, որոնք ճանաչում էին մարդկանց։ Եթե ինչ-որ մեկը կարող էր օգնել իրեն գտնել Ինեին, առանց նրան վախեցնելու, դա նա էր։ Արմենը սպասեց աշխատանքային օրվա ավարտին, խնդրեց Գորգին տանել իրեն տուն, բայց ճանապարհի կեսին խնդրեց, որ կանգնի ինչ-որ հանգիստ տեղում։ Նրանք կայանեցին Հաղթանակի զբոսայգու մոտ, մի քիչ մարդաշատ տարածքում։ Արմենը դուրս եկավ հետի նստատեղից, նստեց արջի նստատեղին, վարորդի կողքին։ Գորգը զարմացավ դրանից։ Ավելի քան 10 տարի միասին աշխատելու ընթացքում Արմենը երբեք նրա կողքին չէր նստել։ Միշտ հետում էր մնում, պահպանելով այն հեռավորությունը, որը պահանջում էր իր պաշտոնը։ Գորգ, սկսեց Արմենը, օգտագործելով այն քնքուշ դիմելածը, որը հազվադեպ էր օգտագործում, ինձ քո օգնությունն է պետք։ Եվ ոչ թե որպես տնօրեն, որը խոսում է աշխատողի հետ, այլ որպես հուսահատ մարդ, որն օգնություն է խնդրում ընկերոջից։ Գորգը շրջվեց դեպի նա, աչքերը ուշադիր։ Ասացեք, պարոն Արմեն։ Այն կինը, որին երեկ տեսանք։ Այն կինը 2 աղջիկների հետ փողոցում։ Իմ նախկին կինն էր։ Մարինեն։ Վարորդը ցածր հառաչանք արձակեց։ Ես կռահեցի։ Երբ դուք այդպես վազեցիք, ես կասկածեցի, որ կարոր մեկն Նա փողոցում էր ապրում, Գորգ։ 2 փոքր երեխաների հետ։ 2 աղջիկների, որոնք Արմենը կանգ առավ, ձայնը խեղդվելով, որոնք ես վստահ եմ, որ իմ դուստրերն են։ Գորգը մի պահ լուռ մնաց, մարսելով դա։ Նա գիտեր Արմենի ամուսնալուծության պատմությունը, գիտեր մեղադրանքների, Մարինեի անհետացման մասին։ Բայց երբեք չէր պատկերացրել, որ պատմությունը կարող է այսպիսի զարգացում ունենալ։ Դուք ուզում եք, որ ես գտնեմ նրան, եզրակացրեց Գորգը։ Ուզում եմ։ Բայց առանց նա իմանա, որ ես եմ ուղարկել փնտրելու։ Ուղղակի ուզում եմ իմանալ, թե որտեղ է նա, արդյոք լավ է, արդյոք աղջիկները ապահով են։ Ես պետք է հասկանամ, թե ինչ է տեղի ունեցել, Գորգ։ Ես պետք է իմանամ ճշմարտությունը։ Վարորդը մի պահ մտածեց, նայելով ղեկին դրված իր ձեռքերին։ Ես ճանաչում եմ որոշ մարդկանց, որոնք աշխատում են սոցիալական ծառայություններում, մարդկանց, որոնք գործ ունեն անօթանների, ապաստարանների հետ։ Կարող եմ զգուշորեն հարցուփորձ անել։ Բայց արագ արդյունք չեմ խոստանում։ Արմենը գլխով արեց, շնորհակալ։ Ցանկացած բան, որ կբացահայտես, արդեն կօգնի։
Հաջորդ օրերին Արմենը փորձում էր պահպանել իր առօրյան, բայց անհնար էր անընդհատ չմտածել Մարինեի մասին։ Յուրաքանչյուր կին, որին տեսնում էր փողոցում, յուրաքանչյուր երեխա, որը վազելով անցնում էր, ամեն ինչ հիշեցնում էր նրանց մասին։ Նույնիսկ մեքենայով անցավ այն տարածքով, որտեղ տեսել էր նրանց, բայց այն բրեզենտի տակ այլս ոչ ոք չկար։ Մտածեց դուրս գալ փնտրելու քաղաքի ապաստարաններով, բայց Երանում դրանցից տասնյակներ կային, այդպես հայտնվելը կարող էր ավելի վախեցնել Մարինեին։ Հաջորդ շաբաթվա երեքշաբթի օրն էր, որ գորգը հայտնվեց գրասենյակում, թիտակ շագանակագույն ծրարով։ Արմենը ժողովի մեջ էր, բայց խնդրեց ընդհատել, հենց որ տեսավ վարորդին դռան մոտ։ Արձակեց սենյակում գտնվող գործադիր տնօրեններին, փակեց դուռը, նստեց գորգի դիմաց, սիրտը թրթռալով։ Գտա, պարզապես ասաց վարորդը, ծրարը դնելով սեղանին։ Արմենը բացեց դողացող ձեռքերով։ Ներսում մի քանի դպված լուսանկար կար մի թուղթ, ձեռագիր հասցեով։ Լուսանկարները Շենգավիթի մի ապաստարանից էին, Երանի հարավային մասի ժողովրդական թաղամասից։ Շենքը բա լզեր, պատերը թեփոտված, պատուհանները ճաղապատ, փոքր բակ, ճաքճքված ցեմենտե հատակով։ Լուսանկարներից մեկում Մարինեն հենված էր պատին, պլաստմասե ափսե պահած։ Նա չափազանց նիհար էր, աչքերի տակ խորը ստվերներով, բայց կենդանի։ Կենդանի։ Մյուս լուսանկարներում երկու աղջիկները խաղում էին բակում։ Նրանցից մեկը հրում էր կոտրված խաղալիք մեքենա, մյուսը պահում էր ճմրթված նկարներ, երկուսն էլ ծիծաղում էին այն մաքուր ուրախությամբ, որը միայն երեխաներն ունեն։ Արմենը ուսումնասիրեց այդ փոքրիկ դեմքերի յուրաքանչյուր մանրուք։ Մուգ, ուղիղ մազերը, իրենց նման։ Նշած աչքերը, ընդգծված հոնքերը, նույնիսկ ժպտալու ձներ նման։ Այլս կասկած չկար։ Նրանք իր դուստրերն էին։ Դուստրեր, որոնց նա երբեք գրկում չէր պահել, որոնք երբեք չէին տեսել իրենց հորը, որոնք մեծացել էին չիմանալով, որ ունեն մեկին, ով ամեն ինչ կտար նրանց համար, եթե իմանար, որ նրանք գոյություն ունեն։ Ինչպես կտար, հարցրեց Արմենը, ձայնը թույլ։ Խոսեցի մի սոցիալական աշխատողի հետ, որին ճանաչում եմ, բացատրեց գորգը։ Նա աշխատում է ապաստարանների ցանցում։ Ցույց։ Տվեցի Մարինեի մի լուսանկար, որը գտա համացանցում, հներից, հարցրի, թե արդյոք այդպիսի մեկը ինչ-որ տեղ մուտք գործել է։ Մի քանի օր տեց, բայց նա կարողացավ գտնել։ Մարինեն այս ապաստարանում է ապրում մոտ 2 ամիս։ Դրանից առաջ, կարծես թե, իսկապես մի որոշ ժամանակ փողոցներում է մնացել։ Իսկ աղջիկները։ Ինչպես են նրանք։ Ըստ սոցիալական աշխատողի, նրանք հանգիստ են, դաստիարակված, բայց տեսանելի է, որ դժվարություններ են տեսել։ Քաշի պակաս ունեն, բժշկական հսկողության կարիք են ունեցել, երբ եկել են։ Մարինեն աշխատում է մաքրության կարի գործեր անելով, ապաստարանին օգնելու համար, դրա դիմաց այնտեղ իր դուստրերի հետ մնալու իրավունքի համար։ Դա ազնիվ վայր է, որն իսկապես փորձում է օգնել ընտանիքներին։ Արմենը փակեց աչքերը, փորձելով զսպել այն հուզմունքը, որը սպառնում էր դուրս հորթել։ 2 ամիս ապաստարանում։ Իսկ դրանից առաջ որքան ժամանակ փողոցում։ 3 տարի, այն պահից, երբ նա անհետացել էր։ 3 տարի, որոնք կարող էին բոլորովին այլ լինել, եթե նա այդքան հեշտ չհավատար մեղադրանքներին։ Եթե պայքարեր նրա համար, եթե իրական ապացույցներ պահանջեր, եթե վստահեր այն սիրուն, որը նրանք ունեին։ Ես պետք է գնամ այնտեղ, վճռական ասաց Արմենը։ Գորգը տատանվեց։ Դուք վստահ եք։ Այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ մյուս օրը, նա կարող է չուզենալ ձեզ տեսնել։ Ես գիտեմ։ Բայց չեմ կարող ոչինչ չանել։ Չեմ կարող թողնել նրանց այդ իրավիճակում, իմանալով, որ կարող եմ օգնել։ Իսկ եթե նա նորից մերժի ձեր օգնությունը։ Արմենը նայեց աղջիկների լուսանկարներին, անգիր անելով յուրաքանչյուր մանրուք։ Այդ դեպքում գոնե փորձած կլինեմ։ Գոնե նրանք կիմանան, որ ես գոյություն ունեմ, որ ես հոգ եմ տանում։ Ես չեմ կարող փոխել անցյալը, գորգ, բայց կարող եմ փորձել շտկել ներկան։ Շաբաթ առավոտյան Արմենը խնդրեց գորգին տանել իրեն Շենգավիթ։ Կոստյումը փոխարինել էր ավելի պարզ հագուստով, ջինսե տաբատով բաց գույնի վերնաշապիկով, փորձելով ավելի քիչ սպառնալից թվալ։ Բայց երբ հասան ապաստարանի դիմաց, նա զգաց, թե ինչպես քաջությունը լքեց իրեն։ Դա 3 հարկանի շենք էր, առջում փոքր ցուցանակով, որտեղ գրված էր Սուրբ Կլարայի աջակցության տուն։ Դուռը բաց էր։ Մարդիկ մտնում դուրս էին գալիս, երեխաներ վազվզում էին ներքին բակում։
Ուզում եք ձեզ հետ գամ, առաջարկեց Գորգը։ Արմենը գլուխը թափահարեց։ Սա ես պետք է մենակ անեմ։ Իջավ մեքենայից, անցավ երկաթե դարպասը, մտավ ապաստարան։ Մոտ 50 տարեկան մի կին, մոխրագույն մազերը պոչ հավաքած, հայտնվեց միջանցքում։ Նա գոգնոց էր կրում, որի վրա ասեղնագործված էր անունը՝ Անահիտ։ Կարող եմ օգնել, հարցրեց նա, բարեհամբույր, բայց զգուշավոր։ Ես, Արմենը կուլ տվեց, եկել եմ այցելելու մեկին։ Մարինե Օլիվեյրային, նրա դուստրերին։ Անահիտը մի պահ ուսումնասիրեց նրան։ Դուք հարազատ եք։ Ես։ Նա տատանվեց, ես աղջիկների հայրն եմ։ Սոցիալական աշխատողը կկոցեց աչքերը։ Մարինեն երբեք չի նշել երեխաների հոր մասին։ Նա ասել է, որ մենակ է։ Ես գիտեմ, որ բարդ է։ Բայց ես աղջիկների մասին իմացել եմ ընդամենը 1 շաբաթ առաջ։ Խնդրում եմ, ինձ ընդամենը մի քանի րոպե է պետք նրա հետ խոսելու համար։ Անահիտը դա քննարկեց, հետո հառաչեց։ Ես կհարցնեմ, թե արդյոք նա ուզում է ձեզ ընդունել։ Բայց եթե նա ասի ոչ, դուք պետք է հարգեք դա։ Ես կհարգեմ, խոստացավ Արմենը։ Սոցիալական աշխատողը նրան թողեց միջանցքում սպասելու, գնաց շենքի խորքը։ Արմենը մնաց այնտեղ, լսելով խաղացող երեխաների աղմուկը, համայնքային խոհանոցում պատրաստվող ուտելիքի հոտը, վերի հարկի սենյակներում խոսող ձայները։ Դա պարզ վայր էր, բայց կյանք ուներ, մարդկային ջերմություն ուներ, մի բան, որը նրա շքեղ բնակարանը երբեք չէր ունեցել։ Հենց այն պահին, երբ մի կարմիր ռետինե գնդակ գլորվեց դեպի նրա ոտքերը, ամեն ինչ փոխվեց։ Արմենը նայեց գնդակին, հետո դրա ծագմանը։ Երկվորյակներից մեկը վազելով գալիս էր, մուգ մազերը արձակ, չափազանց մեծ շապիկով հողատ։ Ափերով։ Նա կանգնեց նրա դիմաց, ամաչկոտ, սպասելով, որ նա վերադարձնի գնդակը։ Արմենը դանդաղ կռացավ, վերցրեց գնդակը, մեկնեց նրան։ Աղջիկը փոքրիկ ժպտաց, զգուշորեն վերցրեց գնդակը։ Շնորհակալություն, պարոն, ասաց նա երեխայի այդ բարակ ձայնով։ Մոտիկից հարվածն էլ ավելի ուժեղ էր։ Կարծես նայում էիր ինքդ քո մանրանկար տարբերակին։ Նույն աչքերը, նույն դեմքի ձը, նույնիսկ ձախ այտի փոսիկը, երբ նա ժպտում էր։ Արմենը զգաց, թե ինչպես սիրտը այնքան ուժեղ սեղմվեց, որ հազիվ կարողացավ խոսել։ Ինչ է անունդ, կարողացավ հարցնել նա։ Լիլիթ, պատասխանեց աղջիկը։ Իսկ քրոջս անունը Յանա է։ Գեղեցիկ անուններ են։ Մայրիկն է ընտրել։ Նա ասաց, որ դրանք հատուկ անուններ են։ Նախքան Արմենը կկարողանար պատասխանել, մյուս երկվորյակը վազելով հայտնվեց։ Յանան նույնական էր քրոջը, բայց մազերը հավաքված էին ծուռ պոչով։ Լիլիթ, արի։ Անահիտ մորաքույրն ասաց, որ ճաշին պուդինգ է լինելու։ Երկուսով վազելով հեռացան, գնդակը ցատկոտում էր ցեմենտե հատակին, ծիծաղը արձագանքում էր բակում։ Արմենը մնաց այնտեղ կանգնած, դեռ կռացած, աչքերը լի արցունքներով։ Նա խոսել էր իր դուստրերի հետ։ Լսել էր նրանց ձայները, տեսել ժպիտները, դիպել նույն գնդակին, որը նրանք պահել էին։ Դա այնքան քիչ էր մի նույն ժամանակ, ամեն ինչ։ Երբ բարձրացավ, տեսավ Մարինեին կանգնած խոհանոցի դռան մոտ, մի քանի մետր հեռավորության վրա։ Նա տեսել էր ամեն ինչ, նրա տեսարանը Լիլիթի հետ, այն ձը, թե ինչպես էր նա նայում աղջիկներին։ Նրա դեմքը զայրույթի, վախի ինչ-որ բանի խառնուրդ էր, որը Արմենը չէր կարողանում ճանաչել։ Գուցե ցավ։ Գուցե հիշողություններ։ Մարինե, սկսեց նա, մի քայլ առաջ անելով։ Նա բարձրացրեց ձեռքը, հրամայելով նրան կանգնել։ Ոչ։ Դու իրավունք չունես այստեղ լինելու։ Ես ուղղակի ուզում էի խոսել։ Մենք այլս խոսելու բան չունենք։ Դու ամեն ինչ որոշել ես 3 տարի առաջ։ Ես սխալ էի։ Այն լռությունը, որը հաստատվեց, ծանր էր։ Մարինեն խաչեց ձեռքերը, ամբողջ մարմինը լարված, պատրաստ նորից փախչելու, եթե անհրաժեշտ լիներ։ Քո սխալ լինելը ոչինչ չի փոխում, Արմեն։ Չի փոխում այն, ինչ դու արեցիր։ Չի փոխում այն, ինչ ես անցա։ Եվ հաստատ չի փոխում այն փաստը, որ դու ու ավերեցիր իմ կյանքը։ Ես չգիտեի, Մարինե։ Երդվում եմ, որ ես ոչինչ չգիտեի այս ամենի մասին։ Աղջիկների մասին, քո այս իրավիճակում լինելու մասին։ Եթե իմանայի։
Եթե իմանայիր, ինչ, նա գրեթե բղավեց, բայց երեխաների պատճառով զսպեց ձայնի բարձրությունը։ Կհավատայիր ինձ։ Կմնայիր իմ կողքին։ Թե նորից կընտրեիր քո հորն ու փողը։ Հարցը մնաց օդում, ցավոտ ու ճշմարիտ։ Արմենը պատասխան չուներ։ Որովհետև նա գիտեր խորքում, որ նույնիսկ եթե իմանար հղիության մասին այն ժամանակ, հավանաբար դեռ կհավատար հորը, դեռ կընտրեր փաստաթղթային ապացույցների անվտանգությունը, ընդդեմ Մարինեի խոսքի։ Ես ուզում եմ ճանաչել աղջիկներին, վերջապես ասաց նա։ Խնդրում եմ։ Միայն դա։ Թույլ տուր լինել նրանց հայրը։ Դու նրանց հայրը չես, պատասխանեց Մարինեն, ձայնը դողալով։ Հայրը նա չէ, ով նույն արյունն ունի։ Հայրը նա է, ով մնում է, ով հոգ է տանում, ով սեղանին ուտելիք է դնում, նույնիսկ եթե դա քիչ է։ Դու ուղղակի մի հարուստ մարդ ես, որին նրանք չեն ճանաչում, կարիք չունեն ճանաչելու։ Նրանք արժանի են իմանալու, որ հայր ունեն։ Նրանք արժանի են նորից չվիրավորվելու։ Եվ ես թույլ չեմ տա, որ դու մոտենաս նրանց, միայն որպեսզի քո խղճի հետ ավելի լավ զգաս։ Մարինեն մեջքով շրջվեց, սկսեց հեռ անալ։ Արմենը զգաց, թե ինչպես հուսահատությունը բարձրացավ։ Մարինե, սպասիր։ Խնդրում եմ։ Ես կարող եմ օգնել։ Կարող եմ վճարել դպրոցի, բժշկի, հագուստի, ուտելիքի համար։ Նա կանգ առավ, դանդաղ շրջվեց։ Այն հայացքը, որ նա նետեց Արմենի վրա, ապակու պես կտրող էր։ Դու կարծում ես, դա է։ Կարծում ես, ամեն ինչ փողով է լուծվում։ Դու ոչինչ չես հասկանում։ Այն, ինչ մեզ պետք է, քո կեղտոտ փողը չէ։ Խաղաղություն է։ Արժանապատվություն է։ Մի օր հայելու մեջ նայելն է, առանց ամոթ զգալու։ Բայց դուք կարիք չունեք այստեղ մնալու։ Ես կարող եմ բնակարան վարձել, կարող եմ։ Ոչ, Մարինեն հաստատակամ էր։ Մենք այստեղ ենք մնում։ Այստեղ մարդիկ կան, որոնք իսկապես հոգ են տանում, որոնք օգնում են առանց դիմացը որևէ բան պահանջելու, որոնք չեն դատի ինձ կամ փողոց չեն նետի, երբ հոգնեն լավ ծանալուց։ Այնպես որ վերցրու քո փողը, քո մեղքը հեռացիր, Արմեն։ Մեզ հանգիստ թող։ Նա մտավ խոհանոց, փակեց դուռը, Արմենին միջանցքում մենակ թողնելով։ Նա մնաց այնտեղ, կորած, մինչ Անահիտը նորից հայտնվեց նրբորեն ասաց, որ ավելի լավ է նա այսօրվա համար գնա։ Արմենը դուրս եկավ ապաստարանից, զգալով, որ երկրորդ անգամ կորցրել է ինչ-որ թանկարժեք բան։ Հաջորդած շաբաթները Արմենի կյանքի ամենադժվարն էին։ Նա չէր կարողանում Մարինեին աղջիկներին մտքից հանել։ Ցերեկը ձացնում էր, թե ներկա է ժողովներին, բայց ներսում խորասուզված էր անպատասխան հարցերի մեջ։ Գիշերը շքեղ բնակարանը բանտ էր թվում, որտեղ անցյալի ուրվականներն այցելում էին նրան առանց թույլտվություն խնդրելու։ Վարդագույն ծածկոցը դեռ այնտեղ էր, բազկաթոռի վրա, որպես մշտական հիշեցում այն բանի մասին, ինչ կորցրել էր։ Արմենս 3 անգամ վերադար։ Ձավ ապաստարան։ Միշտ ինչ-որ բան տանելով, փորձելով ինչ-որ կերպ օգնել։ Մի անգամ խաղալիքներ բերեց երեխաների համար, մյուս անգամ սննդի զամբյուղներ համայնքային խոհանոցի համար։ Անահիտը, սոցիալական աշխատողը, ընդունում էր նվիրատվությունները քաղաքավարությամբ, բայց հասկացնում էր, որ Մարինեն չի ուզում տեսնել նրան։ Նա կարողանում էր միայն հեռվից դիտել, թե ինչպես են Լիլիթն ու Յանան խաղում բակում, հիշողության մեջ պահելով յուրաքանչյուր ծիծաղ, յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր պահ, որը երբեք չէր կարող վերականգնել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ ինչ-որ բան փոխվեց նրա ներսում։ Նա դուրս էր գալիս ապաստարանից, հիասթափված ու դատարկ, երբ տեսավ Մարինեին երկրորդ հարկի պատուհանից։ Նա նայում էր նրան մի արտահայտությամբ, որն այլս միայն զայրույթ չէր։ Այնտեղ հոգնածություն կար, տխրություն կար, բայց նա մի բան, որը Արմենը չէր սպասում տեսնել, կասկած։ Կարծես նա սկսում էր կասկածի տակ դնել, թե արդյոք ճիշտ էր արել, նրան դուստրերից հեռու պահելով։ Բայց նա չիջավ խոսելու նրա հետ։ Պարզապես փակեց վարագույրը, Արմենը ծան սրտով վերադարձավ մեքենա։ Այդ գիշեր, միայնակ ընկերության գրասենյակում, Արմենը որոշում կայացրեց։ Եթե Մարինեն պատասխաններ չէր տալու, նա պետք է ինքը փնտրեր դրանք։ Պետք էր հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել 3 տարի առաջ, ինչու է նա անհետացել, ինչու է ապրում փողոցում 2 դուստրերի հետ, որոնց գոյության մասին նա նույնիսկ չգիտեր։ Այդ ամբողջ պատմության մեջ ինչ-որ բան տրամաբանական չէր, նա հոգնել էր կասկածների մեջ ապրելուց։ Նա սկսեց ընկերության արխիվներից։
Խաչատրյան Investments-ն ուներ վերջին 10 տարվա բոլոր պայմանագրերի, գործարքների ֆինանսական շարժերի թվային փաստաթղթավորման համակարգ։ Արմենը որպես փոխնախագահ լիարժեք մուտք ուներ, բայց երբեք չէր օգտագործել այդ արտոնությունը սեփական անցյալը հետաքննելու համար։ Սակայն այժմ այլ ընտրություն չուներ։ Նա ժամեր անցկացրեց, թերթելով բաժանման ժամանակաշրջանի արխիվները։ Փնտրում էր Մարինեի անվան ցանկացած հիշատակում, ցանկացած գործարք, որը կարող էր բացատրել միջոցների յուրացման մեղադրանքները։ Ստրատեգիական ձեռքբերումներ 2021 անունով թղթապանա։ Կում նա տարօրինակ բան գտավ։ Կար հողերի գնման պայմանագիր Հայաստանի մարզերից մեկում, գրեթե 20 միլիոն դրամի գործարք։ Փաստաթուղթը ստորագրված էր 3 հոգու կողմից՝ Սահակ Խաչատրյան, այն ժամանակվա ֆինանսական տնօրեն, Մարինե Օլիվեյրա, որպես լիազորված անձ։ Արմենը խոժոռվեց։ Մարինեն երբեք պաշտոնական պաշտոն չի ունեցել ընկերությունում։ Նա կերպարվեստի մասնագետ էր, նկարչության դասեր էր տալիս մի ՀԿ-ում։ Ինչու պետք է նա ստորագրեր որպես լիազորված անձ միլիոնանոց գործարքում։ Նա շարունակեց հետաքննել, գտավ ավելի շատ նմանատիպ փաստաթղթեր։ Բանկային փոխանցումներ, ներդրումային պայմանագրեր, կասկածելի շարժեր, բոլորը Մարինեի ենթադրյալ ստորագրությամբ, որոնք թույլատրում էին գործողություններ, որոնց մասին նա նույնիսկ չպետք է իմանար։ Բայց երբ նա վերցրեց բնօրինակ փաստաթղթերը ֆիզիկական արխիվից, սկսեց համեմատել այն հին գրառումների հետ, որոնք Մարինեն սովորաբար թողնում էր նրա համար ամուսնության ընթացքում, ճշմարտությունը սկսեց բացահայտվել։ Ձեռագիրը տարբեր էր։ Լիովին տարբեր։ Մարինեի գրառումներն ունեին նուրբ ձեռագիր, լորավուն փոքր տառերով։ Ընկերության փաստաթղթերի ստորագրությունը ամուր էր, արագ, գրեթե տղամարդկային։ Արմենը զգաց, թե ինչպես հողը փախավ ոտքերի տակից։ Դա Մարինեի ստորագրությունը չէր։ Ինչ-որ մեկը կեղծել էր։ Բայց ով և ինչու՞։ Նրան ավելի շատ տեղեկություն էր պետք։ Հիշեց Կարինե Մկրտչյանին, հաշվապահին, որը տարիներ շարունակ աշխատել էր ընկերությունում, խորհրդավոր կերպով հեռացել ամուսնալուծությունից անմիջապես հետո։ Այն ժամանակ հայրն ասել էր, որ նա աշխատանքից դուրս է եկել ընտանիքի մասին հոգ տանելու համար, բայց Արմենը երբեք լրջորեն չէր հետաքննել։ Սակայն այժմ Կարինեն կարող էր պատասխաններ ունենալ։ Նրան գտնելու համար 2 օր պահանջվեց։ Կարինեն այժմ աշխատում էր Աբովյան քաղաքի մի փոքր հաշվապահական ընկերությունում։ Արմենը զանգահարեց, բացատրեց, որ անձնական հարցի շուրջ պետք է խոսի, հանդիպում նշանակեց քաղաքի կենտրոնի մի զուսպ սրճարանում։ Երբ չորեքշաբթի օրը հանդիպեցին, Կարինեն լարված տեսք ուներ։ Նա մոտ 45 տարեկան էր, շագանակագույն մազերը հավաքված հանգույցով, բարակ շրջանակով ակնոցներ։ Սուր։ Չպատվիրեց մի որոշ ժամանակ խառնում էր բաժակը, նախքան սկսեց խոսել։ Ես գիտեի, որ մի օր կգաս իմ հետից, ցածրաձայն ասաց նա։ Գիտեի, որ վաղ թե ուշ ճշմարտությունը կուզենա դուրս գալ։ Ինչ գիտես, Կարինե, հարցրեց Արմենը, փորձելով զսպել անհանգստությունը։ Ես գիտեմ, թե ինչ է պատահել Մարինեի հետ։ Գիտեմ, թե ինչու է նա անհետացել։ Եվ գիտեմ, թե ով է այդ ամենը կազմակերպել։ Արմենը զգաց, թե ինչպես սիրտը արագացավ։ Ասա ամեն ինչ։ Խնդրում եմ։ Կարինեն խորը շունչ քաշեց, կարծես պատրաստվում էր հանցանք խոստովանելու։ Ամեն ինչ սկսվեց 2029։ Ձեր հայրը, պարոն Սահակը, կնքում էր այն հսկայական գործարքը, մարզերում հողեր գնելու։ Դա լավ գործարք էր, բայց մի խնդիր կար։ Փողի մի մասը գալիս էր կասկածելի ներդրողներից, մարդկանցից, որոնց բեկը հետում էր։ Ձեր հայրը պետք է քողարկեր այդ միջոցների ծագումը, ուստի ստեղծեց մի շարք կեղծ ընկերություններ, օգտագործեց կեղծ պայմանագրեր, փոխանցումները հիմնավորելու համար։ Բայց որպեսզի դա աշխատեր, նրան քավության նոխազ էր պետք, մեկը, ով փաստաթղթերում կերար որպես պատասխանատու, եթե գործերը վատանային։ Եվ նա ընտրեց Մարինեին։ Արմենը զգաց, թե ինչպես լեղին բարձրացավ կոկորդում։ Ինչպես։ Նա կեղծեց նրա ստորագրությունը լիազորագրերում, պայմանագրերում, փոխանցումների թույլտվություններում։ Օգտագործեց այն փաստը, որ նա ձեր կինն էր, որ վստահություն ուներ ընտանիքի հանդեպ, որպեսզի նրա անունը դնի ամեն ինչի տակ։ Ես փորձեցի զգուշացնել այն ժամանակ, երդվում եմ, փորձեցի։ Գնացի ձեր հոր մոտ, ասացի, որ դա սխալ է, որ Մարինեն ոչինչ չգիտի, որ նա կարող է բանտ ընկնել դրա պատճառով։ Իսկ ինչ ասաց նա։ Կարինեն նայեց իր ձեռքերին։
Նա ասաց, որ չանհանգստանամ, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, որ Մարինեն երբեք չի իմանա։ Ասաց, որ եթե շարունակեմ հարցեր տալ, կկորցնեմ աշխատանքս, այլս ոչ մի տեղ չեմ կարողանա աշխատել։ Ես վախեցա, Արմեն։ Ես 2 երեխա ունեմ մենակ մեծացնելու, չէի կարող կորցնել այդ աշխատավարձը։ Այնպես որ լուռ մնացի։ Բայց Մարինեն իմացավ։ Բեկից ինչ-որ մեկը սկսեց հետաքննել գործարքը, ուղղակիորեն կապ հաստատեց նրա հետ, քանի որ նրա անունը բոլոր փաստաթղթերում էր։ Խեղճը նույնիսկ չգիտեր, թե ինչի մասին է խոսքը։ Երբ հասկացավ, որ իրեն օգտագործել են, որ իր անունը կապված է միլիոնանոց խարդախության հետ, նա խուճապի մատնվեց։ Ինչու նա ինձ չասաց, գրեթե բղավեց Արմենը։ Ինչու չեկավ իմ մոտ, չբացատրեց ամեն ինչ։ Նա փորձեց, Արմեն։ Բայց ձեր հայրը առաջինը հասավ։ Ինչ։ Կարինեն տատանվեց, հետո շարունակեց։ Ձեր հայրը գնաց Մարինեի մոտ, նախքան նա կկարողանար խոսել ձեզ հետ։ Ասաց, որ եթե նա որևէ բան պատմի, նա կանի այնպես, որ թվա, թե նա է իսկական մեղավորը, որ գողացել է ընկերությունից, որ չարաշահել է ձեզ։ Սպառնաց դատի տալ նրան խարդախության համար, ասաց, որ տարիներով բանտում կնստեցնի նրան։ Եվ ամենավատը, ասաց, որ դուք երբեք եք հավատա նրան, որ դուք միշտ կընտրեք ընտանիքի կողմը։ Արմենը հիշեց այն վերջին խոսակցությունը, որն ունեցել էր Մարինեի հետ, նախքան նրա անհետանալը։ Նա փորձել էր բացատրել, լացել էր, աղաչել, որ վստահի իրեն։ Եվ նա չհավատաց։ Ընտրեց հավատալ այն ապացույցներին, որոնք հայրը ցույց էր տվել, այն փաստաթղթերին, որոնց ստորագրությունն այժմ գիտեր, որ կեղծ էր։ Իսկ աղջիկները, հարցրեց նա, ձայնը կոտրվելով։ Նա արդեն հղի էր, երբ անհետացավ։ Կարինեն գլխով արեց։ Կարծում եմ, այո։ Նա պետք է որ իմացած լինի, հենց որ ամեն ինչ պայթեց։ Եվ հետո պատկերացրեք իրավիճակը, հղի, առանց փողի, խարդախության մեղադրանքով, առանց գնալու տեղ։ Նա պետք է որ մտածած լինի, որ լավագույն բանը անհետանալն է, ձեզ սպասվող երեխաներին պաշտպանելու համար։ Ումից պաշտպանելու։ Իմ հորից։ Ամեն ինչից, Արմեն։ Ամոթից, սկանդալից, այն հավանականությունից, որ դուք կմերժեիք նրան երեխաներին։ Նա ձեզ չափազանց շատ էր սիրում, որպեսզի ստիպեր ընտրել իր ձեր ընտանիքի մեջ։ Այնպես որ նա ընտրեց ձեր փոխարեն։ Ընտրեց անհետանալ։ Արմենը հենվեց աթոռիթի գնակին, զգալով, թե ինչպես է աշխարհը պտտվում։ Այժմ ամեն ինչ իմաստ ուներ։ Մեղադրանքները, հանկարծակի անհետացումը, Մարինեի հրաժարումը ամուսնալուծության ժամանակ փող ընդունելուց։ Նա չէր փախչում, որովհետև մեղավոր էր։ Նա փախչում էր, իրեն պաշտպանելու համար։ Եվ նա հիմարի պես հավատաց ամենահեշտ տարբերակին, այն տարբերակին, որը հայրն այնքան լավ վաճառեց։ Դու որտեղ էիր, երբ այս ամենը տեղի ունեցավ։ Ինչու ինձ ավելի շուտ չասացիր։ Ինձ տեղափոխեցին այլ բաժին, հենց որ Մարինեն անհետացավ, դրեցին մեկ այլ մասնաճյուղում, որտեղ ես հին փաստաթղթերին մուտք չունենայի։ Մի քանի ամիս անց ինչ-որ պատրվակ հորինեցին ինձ աշխատանքից հեռացրին։ Ձեր հայրը գնեց իմ լռությունը լավ փոխհատուցմամբ երաշխավորագրով։ Ինձ այդ փողը պետք էր, Արմեն։ Ես հպարտ չեմ, բայց դա այն է, ինչ արեցի։ Արմենը նրան չէր մեղադրում։ Գիտեր, թե ինչպիսին է հայրը, ինչպես է նա մանիպուլյացիայի ենթարկում մարդկանց, ինչպես է օգտագործում իշխանությունն ու փողը, իր ուզածին հասնելու համար։ Բայց այն զայրույթը, որը նա այժմ զգում էր, Կարինեի հանդեպ չէր։ Դա այն Արթու հանդեպ էր, որը նրան մեծացրել էր, այն մարդու, որին նա հարգում հիանում էր, այն մարդու, որն ավերել էր իր սիրած կնոջ կյանքը, մի անիծյալ պայմանագիր պաշտպանելու համար։ Դու այս ամենի ապացույցներն ունես, հարցրեց նա։ Ունեմ պահպանված որոշ փաստաթղթերի պատճեններ։ Դա իմ կյանքի ապահովագրությունն էր, եթե ձեր հայրը որոշեր իմ հետից գալ։ Երբեք չեմ օգտագործել, որովհետև վախենում էի, բայց եթե ուզում եք, ես ամեն ինչ կտամ։ Ես ուզում եմ։ Ինձ այդ ապացույցները պետք են։ Կարինեն գլխով արեց, վերցրեց պայուսակը, մի ֆլեշ կրիչ հանեց ներսից։ Ամեն ինչ այստեղ է։ Քաղվածքներ, էլեկտրոնային նամակներ, կեղծ ստորագրություններով պայմանագրերի պատճեններ, ամեն ինչ։ Զգույշ օգտագործեք, Արմեն։ Ձեր հայրը հզոր մարդ է, հզոր մարդիկ չեն սիրում, երբ ճշմարտությունը ջրի երես է դուրս գալիս։
Արմենը վերցրեց ֆլեշ կրիչը, կարծես ոսկի լիներ։ Շնորհակալ եմ, Կարինե։ Իսկապես։ Երբ դուրս եկավ սրճարանից, արդեն երեկո էր։ Երանի երկինքը նարնջագույն էր, պողոտաներում խցանում էր, ամբողջ քաղաքը պատրաստվում էր գիշերվան։ Բայց Արմենը դրանցից ոչինչ չէր տեսնում։ Տեսնում էր միայն սեփական հոր դավաճանությունը, Մարինեի ցավը, երկու աղջիկներին, որոնք մեծացել էին առանց հոր, որովհետև ինչ-որ մեկը որոշել էր, որ շահույթն ավելի արժեքավոր է, քան սերը։ Այդ նույն գիշեր Արմենը վերադարձավ ապաստարան։ Անահիտը փակում էր գլխավոր դուռը, բայց երբ տեսավ նրան, դեմքը կիտեց։ Նորից, Արմեն։ Մարինեն արդեն ասել է, որ չի ուզում ձեզ տեսնել։ Ես գիտեմ։ Բայց պետք է։ Ես բաներ եմ բացահայտել, Անահիտ։ Կարևոր բաներ անցյալի մասին։ Թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Սոցիալական աշխատողը նայեց նրան, ուսումնասիրեց նրա դեմքը։ Այնտեղ ինչ-որ բան այլ էր, մի հրատապություն, մի ցավ, որը նախկինում չկար։ Նա հառաչեց, բացեց դուռը։ 5 րոպե։ Միայն դա։ Արմենը մտավ գնաց երկրորդ հարկի կարի սենյակ, որտեղ գիտեր, որ Մարինեն անցկացնում էր գիշերները, նորոգելով նվիրաբերված հագուստը։ Նա այնտեղ էր, կռացած հին մեքենայի վրա, կողքին մանկական շապիկների կույտ։ Երբ լսեց քայլերի ձայնը, բարձրացրեց գլուխը։ Արտահայտությունը անմիջապես հոգնածությունից վերածվեց զայրույթի։ Ես խնդրել։ Էй, որ չվերադառնաս, ասաց նա, աչքերը չկտրելով աշխատանքից։ Ես գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, խոսեց Արմենը, ձայնը հաստատուն։ Գիտեմ կեղծիքի մասին, գիտեմ իմ հոր սպառնալիքների մասին, գիտեմ ամեն ինչի մասին։ Մարինեն դադարեց կարել։ Ձեռքերը անշարժ մնացին մեքենայի վրա։ Ոչինչ չասաց, բայց Արմենը տեսավ, որ նա լսում է։ Նա շարունակեց. Հայրս կեղծել է քո ստորագրությունը։ Նա քեզ օգտագործել է խարդախություն թաքցնելու համար։ Եվ երբ դու իմացար, նա սպառնացել է քեզ, ստիպել է հավատալ, որ դու բանտ կընկնես, որ ես կընտրեմ նրա կողմը։ Եվ ես, նա կանգ առավ, ձայնը կոտրվելով, ես բավականաչափ հիմար էի, որ հավատամ նրան, քեզ հավատալու փոխարեն։ Մարինեն դանդաղ ոտքի կանգնեց, շրջվեց դեպի նա։ Աչքերը կարմիր էին, բայց ոչ լացից։ Դա զայրույթ էր։ 3 տարվա կուտակված զայրույթ։ Իսկ հիմա ինչ ես ուզում, Արմեն։ Մրցանակ, վերջապես ճշմարտությունը բացահայտելու համար։ Ծափահարություններ, որովհետև հասկացար, որ քեզ մանիպուլյացիայի են ենթարկել։ Ես ուզում եմ ներողություն խնդրել։ Ներողությունը վարձ չի վճարում։ Ներողու։ Թյունը սեղանին ուտելիք չի դնում։ Ներողությունը չի ջնջում 3 տարվա տառապանքը։ Ես գիտեմ։ Բայց ես ուզում եմ փորձել շտկել։ Ուզում եմ բողոքել հորս դեմ, ուզում եմ մաքրել քո անունը, ուզում եմ ստանձնել իմ դուստրերին։ Քո դուստրերին, կրկնեց Մարինեն, դառնությամբ։ Հիմա նրանք քո դուստրերն են։ Որտեղ էիր, երբ ես հղի էի ապրում էի առանց պատուհանի մի սենյակում։ Որտեղ էիր, երբ նրանք ծնվեցին, ես ստիպված էի մենակ ծննդաբերել պետական հիվանդանոցում։ Որտեղ էիր, երբ Յանան հիվանդացավ, ես պետք է ընտրեի դեղ գնելու կամ ուտելիքի միջ։ Եթե դուք լինեիք Արմենի տեղում, կդիմակայեիք սեփական հորը մի ճշմարտության համար, որը կփոխեր ամեն ինչ, թե կթողնեիք անցյալը թաղված։ Ասացեք մեզ մեկնաբանություններում։ Ես չգիտեի, Մարինե։ Երդվում եմ ամեն ինչով, որ չգիտեի։ Եվ դա ինչ-որ բան փոխում է։ Տգիտությունը քեզ չի արդարացնում, Արմեն։ Դու ընտրեցիր չհավատալ ինձ, երբ ես ամենաշատն էի քո կարիքն ունեցել։ Ընտրեցիր հեշտ տարբերակը, այն տարբերակը, որը քեզ հարմարավետ էր պահում։ Դու ճիշտ ես։ Ես սխալ ընտրեցի։ Բայց ես այլ կերպ եմ ընտրում։ Ես ընտրում եմ ճշմարտությունը, նույնիսկ եթե դա ավերի այն ամենը, ինչ կառուցել եմ։ Մարինեն երկար նայեց նրան, փորձելով սուտ գտնել այդ խոսքերում, փորձելով պաշտպանել այն սիրտը, որն արդեն այնքան անգամ կոտրվել էր։ Վերջապես նա հառաչեց նորից նստեց աթոռին։ Լավ։ Պատմիր ինձ այն ամենը, ինչ բացահայտել ես։ Արմենը մեկ այլ աթոռ քաշեց նստեց նրա դիմաց։ Հաջորդ ժամը նա անցկացրեց, բացատրելով ամեն ինչ, ցույց տալով Կարինեի տված ֆլեշ կրիչի փաստաթղթերը, բացատրելով, թե ինչպես էր հայրը ամեն ինչ կազմակերպել։
Մարինեն լուր լսում էր, արցունքները վերջապես հոսում էին, երբ Արմենը հասավ այն մասին, որտեղ Սահակը սպառնացել էր նրան մեղավոր ներկայացնել։ Երբ նա ավարտեց, սենյակում լռությունը ծանր էր։ Մարինեն սրբեց դեմքը ձեռքի թիկունքով, մի քանի անգամ խորը շունչ քաշեց։ Ես միշտ գիտեի, որ քո հայրը ինձ չի սիրում, բայց երբեք չէի պատկերացնի, որ նա ընդունակ կլինի դա անելու։ Այսպես իմ կյանքն ավերելու։ Ես էլ, խոստովանեց Արմենը։ Ամբողջ կյանքս հիացել եմ նրանով, ուզեցել եմ նրա նման լինել, կարծել եմ, որ նա օրինակ է։ Իսկ հիմա բացահայտում եմ, որ նա հանցագործ է, որը ոչնչի մասին չի մտածում, բացի փողից։ Ինչ ես անելու այս տեղեկությունների հետ։ Արմենը նայեց նրա աչքերին, վճռական։ Գնալու եմ ոստիկանություն։ Հանձնելու եմ ամեն ինչ, բողոքելու եմ խարդախությունների մասին, մաքրելու եմ քո անունը։ Եվ եթե դա նշանակում է, որ ընկերությունը կփլուզվի, որ Խաչատրյան ազգանունը կկապվի սկանդալի հետ, հաջողության փոխարեն, ուրեմն թող այդպես լինի։ Ես այլս ստեր չեմ կրելու։ Մարինեն զարմացած թվաց դրանից։ Իսկ հա, իրդ։ Դու գիտես, որ դա կարող է ավերել նրան։ Նա առաջինն ավերեց քեզ։ Ավերեց մեր կյանքերը երջանիկ լինելու մեր հնարավորությունները, մեր դուստրերին միասին մեծացնելու։ Նա արժանի չէ իմ պաշտպանությանը։ Այդ պահին երկվորյակներից մեկը հայտնվեց կարի սենյակի դռան մոտ։ Յանան էր, թիտակ մաշված թավշե արջուկով։ Մայրիկ, չեմ կարողանում քնել։ Մարինեն բացեց ձեռքերը, աղջիկը վազեց դեպի նրա գիրկը։ Արմենը նայեց այդ տեսարանին, իր դստերը, որին մայրն էր մխիթարում, այնպիսի մեծ ցավ զգաց, որ հազիվ կարողացավ շնչել։ Դա պետք է, որ իրենը նույնպես լիներ։ Այդ գիշերները, մղձավանջով երեխային օրորելը, այդ գրկախառնությունները, այդ սերը։ Նա կորցրել էր ամեն ինչ, սխալ մարդկանց հավատալու պատճառով։ Յանը, մեղմ ասաց Մարինեն, այս պարոնն այստեղ Արմենն է։ Նա տատանվեց, նայեց Արմենին, լուր թույլտվություն խնդրելով։ Նա քո հայրն է, լրացրեց Արմենը, ձայնը խեղդվելով։ Քո Լիլիթի։ Աղջիկը նայեց Արմենին իր այդ հսկայական հետաքրքրասեր աչքերով։ Իմ իրը։ Ինչպես մյուս երեխաներն ունեն։ Ինչպես մյուս երեխաները, հաստատեց Մարինեն, արցունքներն այժմ ազատ հոսում էին։ Յանան մի պահ ուսումնասիրեց Արմենին, հետո մեկնեց թավշե արջուկը նրան։ Ուզում ես պահել Թոբիին։ Նա օգնում է, երբ մենք տխուր ենք։ Իսկ դու տխուր տեսք ունես։ Արմենը վերցրեց արջուկը դողացող ձեռքերով, մաշված ու կարկատված կտորը, կոճակից աչքը կախված։ Դա ամենաարժեքավոր բանն էր, որ ինչ-որ մեկը երբե տվել էր իրեն։ Շնորհակալ եմ, շշնջաց նա։ Ես լավ կխնամեմ նրան։ Յանան ժպտաց, այն ժպիտը, որը ճիշտ իրենն էր, վերադարձավ Մարինեի գիրկը։ Մի քանի րոպե անց նա քնեց հենց այնտեղ, գծկված մոր գրկում։ Արմենն ու Մարինեն լուռ մնացին, ուղղակի նայելով այն երեխային, որը նրանց կապում էր այնքան խորը ցավոտ կերպով։ Դու կարող ես ճանաչել նրանց, վերջապես ասաց Մարինեն, ձայնը ցածր, որպեսզի չարթնացնի։ Անային։ Կարող ես նրանց կյանքի մասը լինել։ Բայց դանդաղ, Արմեն։ Նրանք արդեն շատ բան են տեսել։ Չի կարելի, որ նորից տառապեն։ Ես հասկանում եմ։ Ես նրանց տեմպով կգնամ։ Ես կապացուցեմ, որ արժանի եմ այստեղ լինելու։ Մարինեն գլխով արեց, չափազանց հոգնած, ավելին վիճելու համար։ Արմենը մնաց այնտեղ մի քանի րոպե, հետո դանդաղ ոտքի կանգնեց, վերադարձրեց Թոբի արջուկը, քնած Յանային դուրս եկավ սենյակից։ Սահակ Խաչատրյանի հետ առճակատումը տեղի ունեցավ կիրակի առավոտյան, այն առանձնատանը, որտեղ Արմենը մեծացել էր, Վահագնի թաղամասում։ 3 հարկանի առանձնատունը տպավորիչ էր, շրջապատված կատարյալ այգիներով, ավտոտնակով, որտեղ 5 ներկրված մեքենա կար։ Արմենը մենակ գնաց այնտեղ, հրաժարվելով գորգի ուղեկցությունից։ Դա մի բան էր, որ նա պետք է ինքնուրույն աներ։ Նա գտավ հորը գրադարանում, ինչպես միշտ, նստած զանգվածային փայտե գրասեղանի հետում, որն ավելի թանկ արժեր, քան մի ամբողջ բնակարան։ Սահակը 65 տարեկան էր, մոխրագույն, խնամքով կտրված մազերով, անթերի կոստյումով, նույնիսկ կիրակի օրը։ Երբ տեսավ որդուն մտնելի, ժպտաց. Արմեն, ինչպիսի հաճելի անակնկալ։ Կարծում էի, դու չափազանց զբաղված ես ընկերությամբ, որպեսզի այցելես ծերունուն։
Արմենը չժպտաց։ Փակեց դուռը իր հետից, նետեց ֆլեշ կրիչը սեղանի վրա։ Ամեն ինչ այնտեղ է։ Բոլոր ապացույցները նրա, ինչ դու արել ես Մարինեի հետ։ Սահակի ժպիտը անհետացավ։ Նա նայեց ֆլեշ կրիչին, հետո որդուն։ Ես չգիտեմ, թե ինչի մասին ես խոսում։ Մի ձացրու, հայր։ Ես ամեն ինչ գիտեմ։ Գիտեմ, որ դու կեղծել ես նրա ստորագրությունը, գիտեմ կեղծ ընկերությունների մասին, գիտեմ, որ դու նրան օգտագործել ես որպես քավության նոխազ քո խարդախությունների համար։ Եվ գիտեմ, որ դու սպառնացել ես նրան, ավերել ես նրա կյանքը, քո կեղտոտ գործերը պաշտպանելու համար։ Սահակը հենվեց աթոռին, դեմքը անտարբերության դիմակով։ Իսկ ո՞վ է քեզ պատմել այդ հեքիաթային պատմությունը։ Նախկին հաշվապահ Կարինեն։ Եվ փաստաթղթերը չեն ստում, հայր։ Ես ամեն ինչ ունեմ։ Բնօրինակ պայմանագրերը, էլեկտրոնային նամակները, փոխանցումները։ Քո ստորագրությունը, Մարինեի ստորագրությունը կեղծելիս։ Պատրիարքը մի պահ լուռ մնաց, ուսումնասի լելով որդուն։ Հետո, զարմանալիորեն, ուսերը թոթվեց։ Լավ։ Ենթադրենք, դու ճիշտ ես։ Ինչ ես անելու։ Ինձ մատնելու ես։ Ավերելու ես ընտանիքի անունը, որը ես 50 տարի կառուցել եմ։ Եթե անհրաժեշտ լինի, այո։ Սահակը չոր, առանց հումորի ծիծաղ արձակեց։ Դու միշտ թույլ ես եղել, Արմեն։ Ման կուլց։ Չափազանց զգացմունքային, չափազանց կապված մարդկանց։ Ես փորձել եմ քեզ սովորեցնել, որ բիզնեսի աշխարհում զգացմունքների տեղ չկա, բայց դու երբեք չսովորեցիր։ Ես սովորել եմ, որ մարդ լինելը թուլություն չէ։ Այո, թուլություն է, կոշտ պատասխանեց հայրը։ Իրական աշխարհում նա, ով զգացմունք ունի, պարտվում է։ Ես արել եմ այն, ինչ պետք էր մեր կայսրությունը պաշտպանելու համար, երաշխավորելու, որ դու ամուր ապագա կունենաս։ Այդ կինը շեղում էր, ռիսկ։ Նա կստիպեր քեզ կորցնել կենտրոնացումը, քեզ կվերածեր սովորական միջակ մեկի։ Նա ինձ երջանիկ էր դարձնում։ Երջանկությունը հաշիվներ չի վճարում, կայսրություններ չի կառուցում։ Երջանկությունը շքեղություն է, որին աղքատ մարդիկ են ձգտում, որովհետև ուրիշ ոչինչ չունեն։ Մենք ավելի բան ունենք, Արմեն։ Մենք ունենք իշխանություն, ազդեցություն, ժառանգություն։ Իսկ որքան արժե այդ ժառանգությունը, հայր։ Արժե։ Անմեղ կյանքեր ավերել։ Արժե։ Փաստաթղթեր կեղծել, մարդկանց սպառնալ, ընտանիքներ բաժանել։ Արժե այն, ինչ անհրաժեշտ է։ Արմենը զգաց, թե ինչպես զայրույթը բարձրացավ, տաք ու հրատապ։ Ուրեմն դու խոստովանում ես։ Խոստովանում ես, որ օգտագործել ես Մարինեին, որ ստել ես ինձ, որ ստիպել ես նրան անհետանալ։ Արեցի այն, ինչ ցանկացած հայր կաներ, իր որդուն սխալից պաշտպանելու համար։ Սխալ։ Նա այն կինն էր, որին ես սիրում էի։ Իսկ աղջիկները։ Քո թոռնուհիները։ Դու գիտեիր, որ նա հղի էր, երբ անհետացավ։ Սահակը մի պահ իսկապես զարմացած թվաց։ Չգիտեի։ Բայց դա ոչինչ չէր փոխի։ Երկու ավելորդ երեխա չեն արդարացնում կայսրություն ավերելը։ Արմենը մի քայլ առաջ արեց, ձեռքերը բռունցք արած։ Դու հրեշ ես։ Ինչպես կարող էի ամբողջ կյանքս հիանալ քեզնով, չտեսնելով, թե ով ես դու իրականում։ Դու հիանում էիր ինձնով, որովհետև ես քեզ ամեն ինչ տվել եմ։ Այս տունը, կրթությունը, հնարավորությունները։ Ես Խաչատրյան ազգանունը դարձրի հաջողության հոմանիշ։ Եվ դու պատրաստվում ես այդ ամենը դեն նետել մի կնոջ երկու ապօրինի երեխաների պատճառով։ Այդպես մի կոչիր իմ դուստրերին։ Արմենի բղավոցը արձագանքեց գրադարանում։ Կյանքում առաջին անգամ նա ձայն էր բարձրացրել հոր վրա։ Սահակը նույնքան զարմացած թվաց, որքան նա։ Նրանք ապօրինի չեն, շարունակեց Արմենը, ձայնը դողալով, բայց հաստատուն։ Նրանք իմ դուստրերն են։ Իմ արյունն ունեն, իմ ազգանունը, իմ սերը։ Եվ ես թույլ չեմ տա, որ դու էլ ոչինչ ավերես նրանց կյանքում։ Այդ դեպքում ինչ ես անելու, մարտահրավեր նետեց Սահակը, այժմ նույնպես ոտքի կանգնած։ Գնալու եմ ոստիկանություն։ Հանձնելու եմ բոլոր ապացույցները։ Մաքրելու եմ Մարինեի անունը, գրելու եմ քո արածի հետանքները։ Դու կավերես ընկերությունը։ Դու կավերես ինձ։ Եվ դու քեզ կավերես այդ ընթացքում։
Նախընտրում եմ ապրել առանց ոչնչի, բայց մաքուր խղճով, քան ապրել արյունով ստերով կառուցված պալատում։ Սահակը երկար նայեց որդուն։ Այդ հայացքում նոր բան կար, մի բան, որը Արմենը չէր կարողանում լիովին ճանաչել։ Գուցե դա հարգանք էր, կամ գուցե պարզապես այն գիտակցումը, որ նա ընդմիշտ կորցրել էր վերահսկողությունը որդու նկատմամբ։ Դու կզղջաս, վերջապես ասաց Սահակը։ Ես արդեն շատ բաների համար եմ զղջում, հայր։ Բայց այս անգամ ճիշտը անելը դրանցից մեկը չի լինի։ Արմենը դուրս եկավ առանձնատնից, հետ չնայելով։ Ավտոկայանատեղիում մեքենայի մեջ նստած, նա թույլ տվեց իրեն դողալ, լաց լինել, փլուզվել մի քանի րոպե։ Հետո սրբեց դեմքը, միացրեց շարժիչը, շարժվեց դեպի մոտակա ոստիկանական բաժանմունք։ Հաջորդած օրերը քաոսային էին։ Արմենի բողոքը լայնածավալ քրեական հետաքննություն սկսեց։ Լրատվամիջոցները վերցրին պատմությունը վերածեցին ազգային սկանդալի։ Որդին մատնում է սեփական հորը միլիոնանոց խարդախության համար։ Հայ գործարարը մեղադրում է ընտանիքի պատրիարքին կեղծիքի մեջ։ Վերնագրերը հանգիստ չէին տալիս։ Արմենին կանչեցին ցուցմունք տալու, նա ժամերով պատասխանեց հարցերին, հանձնեց իր ունեցած բոլոր փաստաթղթերը։ Խաչատրյան Investments-ը մանրակրկիտ հետաքննվեց։ Այլ հանցագործություններ բացահայտվեցին, այլ սխեմաներ ջրի երես դու։ Ռս եկան։ Աշխատակիցներ հեռացվեցին, պայմանագրեր չեղարկվեցին, բաժնետոմսերի արժեքը կտրուկ ընկավ։ Այն կայսրությունը, որը Սահակը 50 տարի կառուցել էր, փլուզվեց մի քանի շաբաթվա ընթացքում։ Մարինեին նույնպես կանչեցին ցուցմունք տալու։ Արմենի տրամադրած ապացույցներով նրա անմեղությունը պարզ դարձավ։ Նրա դեմ մեղադրանքները հանվեցին, նրա անունը պաշտոնապես մաքրվեց։ Երբ նա դուրս եկավ ոստիկանական բաժանմունքից դրան մոտ հանդիպեց լրագրողների փոքր բազմության, Արմենն այնտեղ էր, սպասում էր։ Նա ճանապարհ բացեց տեսախցիկների միջով, առաջարկեց իր թներան, նրանք միասին դիմակայեցին լուսանկարների փայլատակումներին հարցերին։ Այդ ամբողջ քաոսի մեջ Սահակ Խաչատրյանը կոլապսի ենթարկվեց։ Հետաքննության սթրեսը, հանրային բացահայտումը, սեփական որդու դավաճանությունը, այս ամենը չափազանց շատ էր ձեր պատրիարքի սրտի համար։ Նրան տեղափոխեցին մասնավոր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, բժիշկներն ասացին, որ կանխատեսումը լավ չէ։ Արմենը վերջին անգամ այցելեց հորը։ Սահակը փխրուն էր հիվանդանոցային մահճակալում, միացված խողովակն է։ Լի սարքերի, այն հզոր մարդու ստվերը, որը միշտ եղել էր։ Երբ տեսավ որդուն մտնելիս, փորձեց ժպտալ, բայց արտահայտությունը ծուռ, հոգնած ստացվեց։ Դու հաղթեցիր, դժվարությամբ ասաց նա։ Ավերեցիր այն ամենը, ինչ կառուցել էի։ Արմենը աթոռ քաշեց, նստեց մահճակալի կողքին։ Սա հաղթելու մասին չէր, հայր։ Ճիշտը անելու մասին էր։ Եվ արժեր կորցնել ամեն ինչ։ Ծաղրի առարկա դառնալ։ Ես ամեն ինչ չեմ կորցրել։ Ես երկու դուստր եմ ձեռք բերել։ Ես հնարավորություն եմ ստացել հայելու մեջ նայելու, առանց ամոթ զգալու։ Ես հնարավորություն եմ ստացել վերակառուցելու իմ կյանքը ճշմարտությունների վրա, ստերի փոխարեն։ Սահակը փակեց աչքերը, միայնակ արցունքը հոսեց ծերացած դեմքով։ Ես ուղղակի ուզում էի, որ դու հպարտանայիր ինձնով։ Ես հպարտ էի այն մարդով, որը կարծում էի, թե դու ես, ազնվորեն պատասխանեց Արմենը։ Այն հորով, որն ինձ սովորեցրել էր քրտնաջան աշխատել, որն ինձ ցույց էր տվել համառության արժեքը։ Բայց ես հպարտ չեմ այն մարդով, որը բացահայտեցի, թե դու իրականում ով ես։ Նրանով, ով օգտագործում էր մարդկանց դեն նետու։ Երբ այլս պետք չէին։ Ես ամեն ինչ արել եմ քեզ համար։ Դու ամեն ինչ արել ես իշխանության համար։ Եվ վերջում իշխանությունը քեզ ոչինչ չտվեց, բացի միայնությունից։ Սահակը նորից բացեց աչքերը, նայեց որդուն։ Ներողում ես ինձ։ Արմենը մտածեց հարցի մասին։ Մտածեց Մարինեի մասին, որն ապրում էր փողոցում, երկվորյակների մասին, որոնք ցուրտ ու սով էին տեսել, 3 տարվա ցավի մասին, որը կարելի էր խուսափել։ Մի օր, գուցե։ Բայց դեռ ոչ։ Պատրիարքը գլխով արեց, ընդունելով պատասխանը։ Նախքան Արմենը դուրս կգար, նա վերջին անգամ կանչեց։ Արմեն։ Լավ հոգ տար նրանց։ Աղջիկներին։ Նրանք են իսկական ժառանգությունը։ 3 օր անց Սահակ Խաչատրյանը մահացավ գիշերվա ընթացքում։
Հուղարկավորությունը փոքր էր, առանց շքեղության, շատ տարբեր նրանից, ինչ կլիներ, եթե սկանդալը տեղի չունենար։ Արմենը լացեց ոչ թե կորցրած հոր համար, այլ այն հարաբերությունների համար, որոնք նրանք երբեք իսկապես չեն ունեցել, այն պատրանքի համար, որը վերջապես փշրվեց։ Կտակում նա բացահայտեց, որ միակ ժառանգն է։ Այն ամենը, ինչ մնացել էր ընտանեկան կարողությունի։ Այժմ պատկանում էր իրեն։ Արմենը կարող էր օգտագործել դա, վերակառուցելու ընկերությունը, վերականգնելու Խաչատրյան անունը շուկայում, ապացուցելու, որ ինքը տարբերվում է հորից։ Բայց դա այն չէր, ինչ նա ուզում էր։ Փոխարենը, նա հրաժարվեց ամեն ինչից։ Օգտագործեց փողը, վճարելու այն տուգանքներն ու փոխհատուցումները, որոնք ընկերությունը պարտք էր, փոխհատուցեց այն աշխատակիցներին, որոնք տուժել էին հոր սխեմաներից, մարեց Սահակի թողած պարտքերը։ Այն, ինչ մնաց, նվիրաբերեց բարեգործական հաստատություններին, որոնք աշխատում էին խոցելի իրավիճակում գտնվող կանանց երեխաների հետ։ Հետո գնաց նոտարական գրասենյակ, պաշտոնապես փոխեց ազգանունը։ Դադարեց լինել Արմեն Խաչատրյան, դարձավ Արմեն Մանուկյան, ընդունելով իր մոր պարզ ազգանունը, որը մահացել էր, երբ նա երեխա էր։ Այլևս չէր ուզում կրել այդ անվան, այդ պատմության, արյունով կառուցված այդ կայսրության ծանրությունը։ Զուգահեռաբար, նրա հարաբերությունները Մարինեի երկվորյակների հետ դանդաղ վերականգնվում էին։ Նա սկսեց ամեն օր հայտնվել ապաստարանում, ոչ թե որպես հարուստ գործարար, որը փորձում է փրկել իրավիճակը, այլ որպես պարզ մարդ, որը փորձում է սովորել հայր լինել։ Նորոգում էր կոտրված ծորակներ, ներկում պատեր, օգնում համայնքային խոհանոցում, խաղում երեխաների հետ բակում։ Լիլիթն ու Յանան աստիճանաբար մտերմացան։ Սկզբում նրան անվանում էին ուղղակի Արմեն, պահպանելով հարգալից հեռավորություն։ Բայց ժամանակի ընթացքում սկսեցին քաշել նրա վերնաշապիկի փեշը, խնդրել, որ պահմտոցի խաղա, պատմել իրենց օրվա մասին։ Արմենը յուրաքանչյուր պահը պահում էր որպես գանձ, յուրաքանչյուր ծիծաղ, յուրաքանչյուր ամաչկոտ գրկախառնություն, յուրաքանչյուր փոքրիկ նվաճում։ Մի գիշեր, երբ աղջիկները քնեցին, նա զրուցում էր Մարինեի հետ կարի սենյակում։ Նրանք խոսեցին անցյալի, սխալների, ցավերի մասին։ Դա հեշտ խոսակցություն չէր, եղան ծանր լռության պահեր, լացի պահեր, նորից բորբոքվող զայրույթի պահեր։ Բայց դա ազնիվ էր։ Ես չգիտեմ, թե կարող եմ քեզ լիովին ներել, խոստովանեց Մարինեն։ Ոչ հիմա։ Գուցե երբեք։ Այն, ինչ դու հավատացիր իմ մասին, այն ժամանակը, որը քեզնից պահանջվեց վստահելու համար, այս ամենը հետքեր է թողել։ Ես հասկանում եմ, պատասխանեց Արմենը։ Եվ ներողություն չեմ սպասում։ Միայն հույս ունեմ այսուհետ ներկա լինելու հնարավորության։ Լինելու այն հայրը, որը պետք է լինեի ի սկզբանե։ Մարինեն նայեց նրան, այն մարդուն, որը ամեն ինչ էր եղել իր համար, հետո դարձել ցավոտ բացակայություն, հիմա այնտեղ էր, փորձում էր զրոյից ինչ-որ բան վերակառուցել։ Իսկ դու կարծում ես, կարող ես։ Մի ամբողջ կյանք շքեղությամբ շրջապատված լինելուց հետո, կարող ես ապրել պարզ, առօրյա պայքարի մեջ։ Ես այլս շքեղություն չեմ ուզում։ Ուզում եմ արթնանալ, իմանալով, որ այն, ինչ ունեմ, ազնիվ է։ Ուզում եմ նայել իմ դուստրերին, առանց ամոթ զգալու, թե որտեղից է եկել այն փողը, որով վճարվում են նրանց իրերը։ Նրանք արժանի են դրան, համաձայնեց Մարինեն։ Արժանի են ներկա հոր, ոչ թե ծանր ազգանվան։ Հենց այդ ժամանակ Արմենի մոտ միտք ծագեց։ Մի քանի շաբաթ անց նա Մարինեին Անահիտին մի նախագիծ ներկայացրեց։ Օգտագործելով իր ունեցած վերջին միջոցները, որոշ կապեր, որոնք պահպանել էր նախկինից, մեծ վճռականություն, նա ուզում էր հիմնադրամ ստեղծել։ Ոչ թե հսկայական բյուրոկրատական հաստատություն, այլ իրական մի բան, ուղղված խոցելի իրավիճակում գտնվող կանանց երեխաներին։ Սուրբ Կլարայի աջակցության տուն, ապաստարանը կլիներ այդ ցանցի առաջին կորիզը։ Մարինեն, որը միշտ արվեստի տաղանդ ուներ, համաձայնեց համակարգել նկարչության արհեստի արվեստանոցները երեխաների մայրերի համար։ Անահիտը ստանձնեց վարչական մասը։ Այլ կամավորներ սկսեցին միանալ, մարդիկ, որոնք հավատում էին առաջարկին, որոնք ուզում էին փոփոխություն բերել, առանց ուշադրության կենտրոնում լինելու կամ ճանաչման սպասելու։ Հիմնադրամի առաջին պաշտոնական միջոցառումը տեղի ունեցավ շաբաթ օրվա արոտ առավոտյան։ Ապաստարանի բակը զարդարված էր երեխաների կողմից պատրաստված գունավոր դրոշակներով, պարզ ծաղիկներով թիթեղյա ծաղկամաններում, ձեռքով նկարված պաստառներով, որոնք հայտարարում էին առաջարկվող գործունեության մասին։ Համայնքից մարդիկ կային, ընտանիքներ, որոնց ապաստարանն արդեն օգնել էր, տեղական լրատվամիջոցներ, հետաքրքրված այն գործարարով, որը հրաժարվել էր ամեն ինչից։
Մարինեն հուզիչ ելույթ ունեցավ։ Խոսեց այն անանց մասին, որոնց դատել էին առանց պաշտպանվելու հնարավորության, այն մայրերի մասին, որոնք ընտրում են սոված մնալ, որպեսզի իրենց երեխաները ուտեն, այն վերսկսումների մասին, որոնք անհնարին են թվում, բայց տեղի են ունենում, երբ իրական աջակցություն կա։ Նրա ձայնը որոշ պահերի դողում էր, բայց նա չկանգնեց։ Երբ ավարտեց, ծափահարությունները երկար ու անկեղծ էին։ Արմենը բակի խորքում էր, փորձում էր ուշադրություն չգրավել։ Բայց երբ լրատվամիջոցները խնդրեցին լուսանկարել հիմնադրամի թիմին, Անահիտը նրան կանչեց բարձրանալու փոքրիկ ինքնաշեն բեմ։ Նա տատանվեց, բայց Մարինեն գլխով արեց, որ գա։ Դանդաղ բարձրացավ, կանգնեց նրա Անահիտի կողքին, փորձելով ժպտալ տեսախցիկներին։ Հենց այդ ժամանակ դա տեղի ունեցավ։ Լիլիթն ու Յանան, որոնք խաղում էին դարպասի մոտ, տեսան Արմենին բեմում։ Երկուսով կանգ առան, նայեցին իրար, հետո վազելով անցան բակով։ Հայրիկ, հայրիկ, բղավեցին նրանք, ձայնը պարզ ու բարձր, առանց ամոթի, առանց կասկածի։ Անցան մարդկանցով լի տարածությունը նետվեցին Արմենի գիրկը։ Այն լռությունը, որը հաստատվեց, բացարձա։ Կեր։ Բոլորը կանգ առան, դիտելու այդ տեսարանը, այդ երկու աղջիկներին, որոնք գրկում էին մի մարդու, որը մի քանի ամիս առաջ ընդամենը մեքենայով պարոնն էր, որն այժմ պարզապես հայրիկ էր։ Արմենը ծնկի իջավ, միաժամանակ գրկեց երկուսին, թաղեց դեմքը նրանց մազերի մեջ, լացեց։ Լացեց թեթացումից, ուրախությունից, կորցրած ժամանակի ցավից, այդ հնարավորությունն ունենալու շնորհակալությունից։ Աղջիկներն ավելի ամուր սեղմեցին նրան, լիովին չհասկանալով, թե ինչ էր նշանակում այդ պահը, բայց զգալով, որ դա կարևոր է։ Մարինեն կողքին էր, արցունքներն այժմ ազատ հոսում էին։ Անահիտը սրբում էր իր աչքերը։ Բակի մարդիկ սկսեցին ծափահարել, ոչ թե որովհետև դա գեղեցիկ կամ դրամատիկ էր, այլ որովհետև մարդկային էր։ Իրական էր։ Դա այն փոքր, բայց խորը հաղթանակներից էր, որն ավելի արժեքավոր է, քան ցանկացած վերնագիր։ Երբ ծափահարությունները դադարեցին, տոնը շարունակվեց, Արմենը նստած մնաց բակի հատակին Լիլիթի Յանայի հետ։ Նրանք ցույց էին տալիս նրան այն նկարները, որոնք արել էին արվեստի արվեստանոցում, պատմում էին նոր ուսուցչուհու մասին, որը երա ճշտություն էր սովորեցնում, խնդրում էին, որ խոստանա, որ հաջորդ օրն էլ այնտեղ կլինի։ Ես խոստանում եմ, ասաց նա, գիտեր, որ դա մի խոստում է, որը կկատարի։ Ես միշտ այստեղ կլինեմ։ Հաջորդած ամիսներին կյանքը նոր ռիթմ գտավ։ Արմենը վաղ էր արթնանում, մետրոյով գնում էր Շենգավիթ, օրն անցկացնում էր ապաստարանում, օգնելով, որտեղ անհրաժեշտ էր։ Ազատ ժամերին սովորում էր կարիերան վերսկսելու համար, այս անգամ մի բանում, որն իմաստ ուներ, գուցե սոցիալական աշխատանք կամ խոցելի խավերի պաշտպանությանն ուղղված իրավունք։ Հիմնադրամը դանդաղ, բայց հետողականորեն աճում էր։ Ավելի շատ ընտանիքներ ընդունվեցին, ավելի շատ կանայք աջակցություն գտան իրենց կյանքը վերակառուցելու համար, ավելի շատ երեխաներ կրթության հիմնական խնամքի հնարավորություն ստացան։ Դա ոչ թե կայծակնային հաջողության պատմություն էր, այլ լուր համառության, մեկնված ձեռքերի, բաց սրտերի պատմություն։ Մարինեի հետ հարաբերությունները շարունակում էին բարդ մնալ։ Որոշ օրեր լավ էին, կարողանում էին բնականon զրուցել, ծիծաղել աղջիկների արած որե հիմարության վրա, ճաշեր կիսել ապաստարանի խոհանոցում։ Այլ օրեր դժվար էին, հին վերքերը ցավում էին, բառերը կոշտ էին դուրս գալիս, անցյալը համառորեն հայտնվում էր։ Բայց երկուսն էլ նվիրված էին դա աշխատեցնելուն, ոչ պարտադիր որպես զույգ, այլ որպես գործընկերներ դուստրերի դաստիարակության մեջ։ Կիրակի օրը, այդ անձրոտ փողոցում վերագտնելուց 6 ամիս անց, Արմենը Լիլիթին Յանային տարավ զբոսնելու հաղթանակի զբոսայգի։ Մարինեն նույնպես գնաց, ավելի շատ վերահսկելու, քան մասնակցելու, բայց ի վերջո ներգրավվեց խաղերի մեջ։ Նրանք հեծանիվներ վարձեցին աղջիկների համար, ադիբուդի գնեցին, նստեցին խոտերին, մայրամուտը դիտելու։ Հայրիկ, հանկարծ հարցրեց Լիլիթը, մենք մի օր միասին ենք ապրելու։ Իսկական ընտանիքի պես։ Արմենը նայեց Մարինեին, որը հայացքը շեղեց։ Մենք արդեն իսկական ընտանիք ենք, պատասխանեց նա։ Ընտանիքը միայն նրանք չեն, ովքեր նույն տանն են ապրում։ Նրանք են, ովքեր հոգ են տանում, ովքեր ներկա են, ովքեր ընտրում են մնալ, նույնիսկ երբ դժվար է։ Բայց լավ կլիներ, պնդեց Յանան։ Դպրոցի Ջուլիան ապրում է մայրիկի հայրիկի հետ։ Մենք էլ չենք կարող։ Մարինեն խորը շունչ քաշեց, նայեց դուստրերին, հետո Արմենին։ Մի օր, գուցե։
Բայց մայրիկին ու հայրիկին ժամանակ է պետք։ Պետք է սովորեն նորից ընկերներ լինել, նախքան ուրիշ բաների մասին մտածելը։ Դուք վիճել եք, ուզեց իմանալ Լիլիթը։ Մենք վիճել ենք շատ վաղուց, բացատրեց Արմենը։ Եվ հիմա փորձում ենք շտկել։ Բայց շտկելը ժամանակ է պահանջում, համբերություն է պետք։ Աղջիկներն ընդունեցին դա այն պարզությամբ, որը միայն երեխաներն ունեն։ Լավ։ Բայց երբ շտկեք, միասին կապրենք։ Երբ շտկենք, կրկնեց Մարինեն, իրեն թույլ տալով մի փոքրիկ ժպիտ։ Արը մայր էր մտնում, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն, երան քաղաքը ձգվում էր այնքան, որքան աչքերը կարող էին տեսնել։ Լիլիթն ու Յանան վազեցին առաջ, աղավնիների հետից, բարձր ծիծաղելով։ Մարինեն ու Արմենը քայլում էին կողք կողքի, պահպանելով անվտանգ հեռավորություն, բայց ոչ այնքան հեռու, որքան նախկինում։ Շնորհակալ եմ, հանկարծ ասաց Մարինեն։ Արմենը զարմացած նայեց նրան։ Ինչի՞։ Համար։ Չհանձնվելու համար։ Ճշմարտության համար։ Պայքարելու համար։ Հիմա այստեղ լինելու համար, փորձելով լինել այն հայրը, որին նրանք արժանի են։ Ես եմ շնորհակալ։ Այս հնարավորությունը ինձ տալու համար։ Նրանցից ինձ ընդմիշտ չհեռացնելու համար, ինչպես ես արժանի կլինեի։ Ոչ ոք արժանի չէ կորցնելու իր երեխաներին, Արմեն։ Նույնիսկ նա, ով սխալվում է։ Նրանք շարունակեցին քայլել, երկար ժամանակ անց առաջին անգամ Արմենը խաղաղության նման մի բան զգաց։ Դա լիակատար երջանկություն չէր, հեքիաթի ավարտ չէր, դա պարզապես ճիշտ տեղում լինելու, ճիշտ ընտրություններ կատարելու, իրական բան կառուցելու զգացումն էր։ Խաչատրյան ազգանվան ծանրությունը մնացել էր հետում, թաղված հոր այն կայսրության հետ, որը երբեք իրականում իրենը չէր եղել։ Ստերը բացահայտվել էին, ճշմարտությունները ջրի երես էին դուրս եկել, այն, ինչ մնացել էր, պարզ էր, բայց խորը մի մարդ, որը փորձում էր ավելի լավը լինել, մի կին, որը սովորում էր նորից վստահել, երկու աղջիկ, որոնք բացահայտում էին, թե ինչ է նշանակում ունենալ ներկա հայր։ Այդ ոսկեգույն երեկոյան այգում, մինչ Լիլիթն ու Յանան վազում էին առաջ, ու ուրախությունից բղավելով, Արմենը վերջապես հասկացավ այն, ինչ հայրը երբեք չկարողացավ հասկանալ։ Որ իսկական հարստությունը բանկային հաշվի զրոների մեջ չէր, դռներ բացող ազգանվան մեջ չէր, մարդկանց խոնարհեցնող իշխանության մեջ չէր։ Իսկական հարստությունը այգում արձագանքող այդ մանկական ծիծաղների մեջ էր, ամեն ինչ փլուզվելուց հետո նորից սկսելու հնարավորության մեջ էր, ճշմարտությունն ընտրելու քաջության մեջ էր, նույնիսկ երբ սուտը ավելի հարմարավետ էր։ Այն բանի մեջ էր, որ կարողանաս գլուխդ բարձր քայլել, իմանալով, որ այն, ինչ կառուցել ես, ազնիվ է, որ քո շրջապատի մարդիկ այնտեղ են ընտրությամբ, ոչ թե պարտադրանքով, որ սերը կարիք չունի գնվելու կամ սակարկվելու, որովհետև այն տրվում է ազատորեն։ Արմեն Մանուկյանն այլս միլիոններ կառավարող հզոր գործարարը չէր։ Նա պարզապես սովորական մարդ էր, պարզ կյանքով, ազնիվ աշխատանքով, երկու դուստրերով, որոնք իրեն հայրիկ էին կոչում։ Եվ կյանքում առաջին անգամ դա ավելին էր, քան բավարար։ Դա ամեն ինչ էր։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Արմենի Մարինեի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք վերսկսման, քավության գոյատելու համառություն ցուցաբերող սիրո այս ճանապարհորդությունից, ցեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Արդյոք դա Արմենի քաջությունն էր, դիմակայելու սեփական հորը։ Արդյոք դա Մարինեի ուժն էր, պաշտպանելու իր դուստրերին, նույնիսկ երբ ամեն ինչ կորած էր թվում։ Թե այն պահն էր, երբ Լիլիթն ու Յանան վերջապես նրան հայրիկ կոչեցին։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք մեզ ստիպում են խորել մեր սեփական ընտրությունների այն բանի մասին, թե ինչն է իրականում կարևոր կյանքում։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը, մեկ այլ պատմությամբ, որը կհուզի ձեր զգացմունքները։